Ստեղծագործական առաջին միավորում Նեապոլ Միլիոնը հարսանեկան զամբյուղում Սկարնաչի և Տարաբուզի իմ մասնագիտությունը բարձրաշխարհիկ սինյոր պիեսի մոտիվներով Սցենարը և բեմադրությունը Վսևոլոդ Շիլովսկու Բեմադրող օպերատորներ Վադիմ Ավլոշենկո, Նիկոլայ Իվասիվ Բեմադրող նկարիչ Նատալիա Իևլևա Ազնվականից տեսեք, զարթուցիչը լոմբարդ է տարել և դրժամն է հարցնում, 11-ն է արդեն։ Ոնց թե 11-ը։ Հեռու ես գնում։ Ինչ ես աչքերդ չռում, քեզ եմ հարցնում, կարծես թե զարթուցիչդ ես եմ թրծրել։ Դե լավ։ Այսպես, միայն սա էր ինձ պակաս։
Աստվածները ինձ համար այսպիսի մի վճռական օր երևում է փորձություն են ուղարկել։ Հլա դուք սրան լսեք, աստվածները նրան փորձում են։ Լռիր քաղքենի, Ինչ? բոլորդ էլ լռեք։ Ինչու մենք պետք է լռենք, հա? Ինչու պետք է լռենք, հա? Ես չեմ հասկանում, ինչու պետք է լռենք, հրեշ, իսկական հրեշ, բաթարա դուրը, բաթարա ես կետատում եմ, մի ամսա մեջ դու տարարին բրթյավ են աշապիկը, որովհետև հարբուխ է իրենք էլ գերեզմանոցում, անվերջ թաղումների ես գնում, և ով է սրան կանչում ննջեցյալ քերիների այդ թաղումներին, հեռախոսով, ամեն ինչ պարզ է, հետո էլ վաճարեք ճամպրուկս, Վալերյան կհաստատի, դու տախեցիր իմ ճամպրուկը, որ շքանշաներ գնես, ինչի՞տ էին պետ դրանք, լավ չեր ատրճանակ գներ և ինքնասպան լինեիր, դու փչացիր իմ հրաշալի, բոլորովին նոր կրծկալը, չգիտեիր ինչի մեջ դրես ձմերուկներդ, շփոթել իմ կրծկալը տնտեսական պայուսակի հետ ապուշ, լավ չեր պատուհանը դրան հետ շփոթեիր, ընդամենը մի քայլ և մի անգամից դժոխ կգնեիր։ Երեք էլ զարթուցիչը լոմբարդ տարար, ինչու, որ էլ երբեք չզարթենք, որպեսզի հավերժ լռենք, բայց ես արթնացա և չեմ լռելու, չէ, ես չպիտի լռեմ, և ձեզ էլ խորհուրդ չեմ տալիս, նա հրեշ է, նա իմ ավակ եղբայրն է և ինչպես է վարվում կրտսեր կրոջ հետ։ Այդպիսին է հայրիկի աշխատանքը։ Գերավացի ես անապատի քնքուշ ծաղիկ, որ պատահմամբ ծնվել ես այս խղճուկ կացարանում։ Դա նրա մասնագիտությունն է։ Ահ, Մասնագիտություն։ Այո, մասնագիտությունը։ Ես արիամբ և քրտինքով եմ ձեր բերում այս մթերքները, որոնք դուք, սինյոր Անտոնիո, իրացնում եք դրանից մեծ տոկոսներ առնելով, իսկ այս մթերքները իմ մասնագիտության պարգևն են։ Որովհետև իմ մասնագիտությունը հյուր լինելն է։ Գրողը տանի։ Բարձրաշխարհիկ սինյոր եմ ես։ Հարկավոր է ճշմարիտ մասնագետ լինել, առանձնահատուկ հոտարություն ունենալ և հմուտ աչք, որպեսզի քաղաքում թափառելիս զգաս, թե որտեղ կարելի է փող աշխատել։ Օրինակ, հարսանիքում։ Այս դեպքում պետք է նկատի ունենալ յուրաքանչյուր նրբերակ։ Նախ այն, որ երկու կողմերը գրեթե չգիտեն միմյանց։ Ուստի անհրաժեշտ է հայտնվել հրավիրալների ամբոխում ոչ սովորական կարգով։ Այսինքն, ստիպում ես փեսածուի հարազատներին քեզ ընդունել որպես հարսնացուի ընտանիքի բարեկամ։ Իսկ հարսնացուի ընտանիքի համոզում ես, որ դու փեսայի քեռին ես։ Այնուհետև, փայլուն գրոհով շշմեցնում ես երջանիկ հարսնացուին և միանգամայն մոլորված փեսածուին։ Իհարկե, առանց կրթության և մարդկային գործնեության շատ բնագավառների խորն իմացության ես չի կարողանա դատողություններ անել ցանկացած թեմայի շուրջ։ Օրինակ, ճառել էմանսիպացիայի մասին, ապացուցելով, որ այն տղամարդկային ծուլության արգասիքն է և անմիջապես անցնել մերձավոր արևելքի խնդիրներին, միաժամանակ գաղտնի ցանցերում թաքցնելով մի դուժին խավիարով բուտերբրոդ կամ էլ կոնյակի շիշ։ Եվ դուք դա գողություն չեք համարում։ Գողություն? Ես ում եմ թալանել։ Ձեզ հյուրընկալողներին։ Ոչ, Անտոնիո, հյուրընկալում են ոչ թե ինձ, այլ բարձրաշխարհիկ սինյորին, և այդ բոլոր խորտիկները նրա համար են ցուցադրված։ Պարզ է։ Բայց իմ կարծիքով առանձնապես պատշաճ չէ օգտվել հրավերից այնտեղից որևէ բան թռցնելու նպատակով։ Դու ինչ գիտես, թե ինչ է պատշաճում այդ մարդկանց։ Գիտես, թե որքան են գողանում նրանք։ Իսկ ես նույնիսկ հոգեպաուս մեկ լիրա չունեմ։ Այդ խղճուկ բուտերբրոդները ընտանիքս կերակրելու միակ միջոցն է։ Իսկ ապառիկ կոստյումները։ Շքանշանները ինչ է, ինձ կառավարությունն է դրանք տալիս։ Պետք է չէ փակել ընդհանուր ծաղկերը։ Ընդհանուր ծաղկերը, չլինի փոշեցեցիչներ իրացնող ընկերությունը, ընդհանուր ծաղկերը։ Այո, հանապազորյա, հացի հայթայթման ընկերություն։ 7-ամյա ստաժով գործազուրկ։ Եվ քանի որ պետությունը հրաժարվել է ինձ հնարավորություն տալ ազատ աշխատանքով հաց վաստակել, ես այն ձեռք եմ բերում։ Վաճառած ճամպրուկից փողով։ Թշվառական, դու միշտ եղել ես կարճամիտ և խանդավառ հիմար։ Հրեշ։ Վերջացրեք, որոշեք ինչ եք անելու, ժամանակ չունեմ։ Տարեք և իրացրեք։ Հա, իմ ջայլոց, դուք շատ եք երևում իմ հարկաբաժնում։ Եթե մեկ էլ նկատեմ կնոջս կամ դստերը սակնապիշ նայելուց, մռութդ կջարդեմ։ Լսում եմ, սինյոր Լեոնիդա։ Անտոնիո։ Ֆիորելլա, ձեռնոցներս խնդրեմ։ Ջերմակները։
Անտարակույս։ Ողջույն ազնիվ բարեկամներին։ Եվ պապիկը։ Պապիկը? Ում պապիկը? Ես չգիտեմ, երեք սենյոր Լեոնիդը ժամը 11-ին ինձ պատվիրեց, ես էլ բերեցի։ Ողջույն Վելուտո։ Սենյոր Լեոնիդը, ողջույն։ Սենյոն պապը։ Թոշակարու համհարզ է։ 94 տարեկան։ Հոդաբորբ, շաքարախտ, աթոր սկլերոս և բացի այդ բացարձակ մանկամիտ է։ Սկանչելի է։ Այս ինչ բան է։ Հույս ունեմ դու չես մտադրվել պապիկին պահել։ Ինչու ոչ, ուտողները շատ չեն, մեկով ավել, մեկով Նարեք, պատակ։ կանայք, կխոսեք երբ ես թույլ կտամ, բարձ է։ Այո, բարձ է, միայն պապիկն է Ինչ ես Սիրելիներս, այս պապը հրաշալի մտածված ծրագրի մի մասն է։ Նա միշտ երկում է։ Չէ ինչ եք ասում։ Հենց ծամունը դնեք, դրանակ։ Իսկույն կլրի, ընտրեմ։ Դե ինչ կասեք, բավարարված եք, սինոր Լեոնիդը։ Գրեթե, ճշմարիտն ասած կուզենայի, որ նա ավելի նման լիներ կմախքի։ Հալումաշ եղած։ Հոդաբորբ, շաքարախտ, աթերո սկլերոս։ Նա կարող է ցանկացած պահի հոգին ավանդել։ Հրաշալի է, հա։ Լսում եք թե չէ։ Այո, բայց միայն առանց գլխարկի։ Չէ, ամբողջ հմայքը դրանում։ Հնարավոր է, բայց հանեք խնդրեմ այդ պիտույքը։ Չէ, իսեր աստծո, թե չէ նա լաց կլինի։ Լաց կլինի։ Այո։ Ահա տեսեք։ Տեսնում եք։ Նա ծամոնը բերանում էլ է լաց լինում։ Լալիս է, բայց չի երգում։ Իսկ առանց ծամոնի Եվ լալիս է, եւ երգում։ վերցնում եմ։ Ժանոցում ենք ապրում։ Կամաց։ Դու պատրաստվում ես գնել այս ծեղում վերջ։ Ես հրանում եմ բավական է։ Հանգիստ, եթե պետք լինի, կմնայև պապիկը, կմնայև նախա պապիկը, եւ նախա, պապիկը, չքվի, իստերի, հանգիստ ասիկս։ Բայց դու համոզված ես ասել, որ բնակարան հարմար է այսքան ծեր սիդյորի համար, հա? Հանգստացիր, հրազատս հավերս չի մնա, ես նրան վարձով եմ։ Այո, վարձով, ժամանակավոր, այո, հանգիստ, որքան է գինը։ Սաթալան է, դու ինչ է ջոկոնդ այս ծախում։ Սինյոր Լեոնիդո, իսկ բերել է ծամոնի փողը։ Դե լավ, դրամը կանխիկ ես ուզում։ Կանխիկ այս րոպեին։ Այսօր ոչինչ չի լինի։ Ոչինչ, ես մինչև շաբաթ կսպասեմ։ Ես ձեզ հավատում եմ, սինյոր Լեոնիդո, ինչպես ավետարանին։ Միայն մի բաժակ խմեմ ձեր կենացը։ Ասացի, այսօր ոչ մի բան։ Սարսափելի չէ։ Հաջորդ անգամ։ Ուշադիր եղեք, ապրանքը։ Ինձ պապի մոտ թողեք։ Դրա պապիտ մոտ։ Զգուշ եղեք, ապրանքը շատ փխրուն է։ Ես գնացի։ Դու ի վերջո կբացատրես քո հանճարեղ ծրագիրը։ Գեր հանճարեղ, պապիկը մեզ քիչ եկամուտ չի բերի։ Սա մի քանի գրոշ։ Ոչ թե մի քանի գրոշ, այլ մի քանի 100,000 լիրա։ Մի քանի 100,000։ 100,000 լիրա։ Մի քանի 100,000։ Եվ այդ թիվը մոտավոր է, պակասեցված 3, կատարելով բարձրաշխարհիկ, սինյորի պարտականությունը, գրաֆ Գերելլե դե Ադայի թորան կնունքի, հրճվելով չքնաղ փոքրիկով, եւ ակնապիշ նայելով կուրացուցիչ սեղանին, հանկարծ, ճար արտասանելու, կրքոտ պահանջ զգացի, կղծած ստամոքսիս կծկումներով։ Ես երկար խոսեցի այն մասին, որ մեզ այստեղ հավաքած նշանավոր իրադարձությունը ինձ հարկադրեց հիշելու մարդկային արտոնություններից կատարյալը։ Անշախնդիր օգնյա, մերձավորին քո։ Ձեր երջանիկ դեմքեր, ասացի ես, ինձ մղեցին տառապյալների աղքատությունը թեթևացնելու, երջանիկ, ուրախ, շնորհապարտ ժպիտով նրանց կարիքն ու վիշտը լուսավորելու մտքին։ Եզրափակելով փայլուն ելույթս, ես առաջարկեցի հիմնադրել բարեգործական
պետական կոմիտե։ Եվ դու այդ կոմիտեի հիմնադիր։ Այո, հիմնադիր։ Այո, հիմնադիր։ Հիմնադիրը եւ նույնիսկ կոմիտեին տեղեկացրի, որ գիտեմ ահավոր աղքատության մեջ ապրող մի ընտանիք։ Բրավո, այդ ում ընտանիքն է։ Մերը։ Մերը։ Դե ձերը, ձերը, ինչ եք աչքները չռել։ Ես գնացի ուշանում եմ աշխատանքի։ Կանգնել։ Պապա, պետք է շախվի։ Սպասեք։ Այս անգամ միտքն այնքան էլ վատ չէ։ Վատ հանճարեղ միտք է։ Լեոնիդո Պապագատոյի բոլոր մտքերի պես։ Այսպես։ Ուրեմն այսպես, կոմիտեն կժամանի եւ գործն առաջ կգնա հալած յուղի պես։ Տեղավորենք։ Կոմիտը պետք է այստեղ գա։ Դե իհարկե, պետք է սեփական աչքերով տեսնենք այն ողորմելի պայմանները, ուր դուք քարշ եք տալիս ձեր խղճուկ գոյությունը, եւ այդ դեպքում սրտերը մեր կխղճահարվեն, ու մենք կանենք ամեն հնարավորը, որպեսզի երախտիկի ժպիտ գոյանա ձեր խղճալի այլանդակ դեմքերի։ Պարզ է։ Ինքդ ես այլանդակ։ Իմ դեմքը գեղեցիկ է, նույնիսկ շատ։ Աստված իմ, Վալերիա, կարծում եմ դա չի խանգարում, որպեսզի այն դառնա այլանդակ ու տանջահար։ Հիմա կոմիտեն այստեղ է գալու։ Այստեղ, Բայց նրանք կարող են քեզ տեսնել։ Այդպես է պետք, ես հիմնադիրն եմ, շուտ եմ եկել, իսկ դուք մի բան արեք։ Ինչ։ Որևէ բան դեմքներիդ հետ, ծամացրվեք, որպեսզի խղճալի լինեք։ Հիմա պետք չէ, հետո, այսպիսի դեմքերը ոչ մի լիրա չեն բերի։ Մաթիլդա, վարակույրը փոքիր։ Այսպես լավ է։ Ֆիորելլա, նվագարկիչը թաքցրում։ Հիմա։ Գնենք այստեղ։ Պատկերը սկսում է ուրվագծվել։ Այսպես, հիմա այնտեղ։ Ոչ։ Միայն դիակից վրայով։ Հիվանդ է հարկավոր քույրիկ, պարկիր մաղճակալի։ Պետք է գնա թատրոն գործ կա, չեմ կարող։ Անգի։ Վալերիա, սասրան։ Թատրոնն այստեղ է։ Ահի, բաց թո այդ դժբախտին։ Հանգիստ, քո փոխարեն այսօր զուգարանը կմաքրի մեկ ուրիշը։ Ես ոչ թե զուգարանում եմ աշխատում, այլ թատրոնի հարդարասենյակում։ Ու այս տանը ես միակն եմ, որ ունեմ մշտական աշխատավարձ եւ Գիրքը այսօր պարկած է լինում։ Հանգիստ։ Հիմա անցնենք այստեղ։ Նստիր, ողբալի արտահայտություն ընդունիր, ձեռքերով գլուխդ բռնիր, ահա, խառնիր մոզերդ, ահա, ինչու է միայն մեկ աչքդ արցունքոտ, թրջի երկուսը, վերջ թրջի տաղիդ, լուրջ եւ կոսմետիկատ մաքրիր։ Ուր է իմ դեմքը Դելա, կոսմետիկա։ Ֆիորելլա, հորաքրոջդ երեսին ալյուր ցանիր, նա մեռնողի տեսք չունի։ Ինչ անենք այդ ցանցարին, հա? Այսպես շրջված ավելի հարմար է։ Ահա, դե ինչ, լավ է։ Դե ինչ։ Մեռնող դուստար, սա ինչ է, գաթվածար, հայր եւ այ։ Ինչ այ։ Հրաշալի անսամբլ է։ Այդ նրանք են։ Բոլորը տեղերում, ոչ մի խոսք միայն ես կխոսեմ, եթե որևէ հարց տան լաց եղեք։ Պապա, իսկ ես ինչ։ Արի այստեղ, ես քեզ հետո կկանչեմ, թաքնվիր։ Լավ։ Վալերիա։ Մստեք։ Ներեցեք, կարծես հարկն եմ շփոթել։ Կորիր այստեղից շուտ։ Սինյորը Վալերիա, ձեզ ինչ է պատահել։ Քո գործը չէ։ Սինյոր Լեոնիդո, այդ Դուրս։ ով է հիվանդացել։ Սինյոր Մաթիլդա, ես ձեզ համար զուգարանի թուղթ եմ բերել։
Բերում։ Կարելի է։ Գնապետ դուք։ Բարոն, մեզանից շուտ եք եկել։ Մի քանի րոպեի տարբերությամբ Կովսոյի։ Ահա, ցավով դիտում եմ այն ահավոր պայմանները, որում ապրում են այս մարդիկ։ Մեռնող դուստրը։ Հուսալքված կինը։ Նեմ։ Հայրը։ Կապասահար։ Ինչ մեղք է։ Անդանալախ կատությամբ մեջ սարսապելի է։ Խեղճին, ինչ է պատահել Ինչ է պատահել սրան է ինչ։ Աղջիկս, ամուսնացած եք։ Այո, պետք չէ լավ լինել, մենք եկել ենք ձեզ օգնելու։ Տեր Աստված։ Այստեղ բոլորը լաց են լինում։ Բարոն, միայն դեղերեք բերել և ուզում եք, որ նրանք ծիծաղեն։ Իսկ ձեր ամուսինն աշխատում։ Գիտեմ, որ անբանի մեկն է ու հարբեցող։ Հարբում է և ծեծում կնոջը, տեսնում եք ինչ օրի է հաստրել այս դժբախտ արարածին։ Ինչ անմխիթար վիճակ, ինչպիսի վիշտ։ Նա հին զինվորական է։ Մանկամիտ է դարձել։ Ռազմաճակատում կոնտուզիա է ստացել վերջին պատերազմում։ Վերջին։ Վերջին։ 90 տարեկան է կարծես։ Տեսքն է 90-ի, բայց իրականում այս տղամարդը 50 էլ չկա։ Նյարդային ցնցումները և կարիքը այս վիճակին են հասցրել։ Ինչպես վարվենք։ Ես առաջարկում եմ բնակարանը նայել, որպեսզի պատկերացում կազմենք այս պրոլետարների կյանքի սանիտարական վիճակի մասին։ Թույլ կտաք։ Իհարկե, ինչ խոսք։ Ինչ է։ Կարծում եմ խորդանոց։ Խորդանոց։ Պապիկն այստեղ է ապրում։ Հա, այստեղ նույնիսկ մահճակալ չկա։ Նրա ինչին է պետք մահճակալը։ Նա բասկաթորից չի ելնում։ Իսկ այնտեղ ինչ է։ Որտեղ։ Այ այնտեղ։ Սիրելիս, ես էլ եմ այստեղ առաջին անգամ, ինչ իմանամ, գնանք տեսնենք։ Գնանք, իսկ գնանք քերի։ Սիրելիներս ամեն անկյուն խցկվել են, ամեն անկյուն։ Բավական է, ես հատրոն եմ գնում, գալի կարծել կամենազարդիկ նոչ իրորդ արարվածն է, բայց ինչ կապ ունի մեռնող դուստը, նա բացաշխարիք սենյոր, ես մեռնող դուստը զուգարանից, սկանչելի ուր է կեղծամս։ Ահա, կեղծամս, հանդիստացիր Մաթիլդա, ամենասարսափելին անցել է, հիմա արդեն Լեոնիդոյի հերթն է, պատկերացնել է պետք 100,000 լիրա, չնայած առանձնապես մի բան չէ, բայց մեծ համար դա մեծ կարողություն է, տարկիր։ Ինչ է պատել։ Signora Matilda, պատեք զգում ձեզ։ Հենց սա էր գողներս կտա, Անտոնիո։ Սա ինչ է ծույն։ Նա Անտոնիոն են գործում։ Խոսքը Սինյոր Լեոնիդոյի նոր հնարքի մասին է։ Վերագիրը զգացվում է։ Քո գործը չէ, մենք հյուրերուն եք գնա։ Իսկ ձեզ չի հետաքրքրում, թե ինչ են բերել։ Պարզ է, հյուրերից ավելի շատ կստանաք։ Ես լավ հասկացա։ Դու իրավացի ես, եթե իհարկե չտապալ ես գործը։ Սինյոր Լեոնիդոն միամիտ է ճարել և ուզում է թալանել։ Գաշելի սրիկա։ Իհոնա, տեսակ ինչպես խփեց նրան։ Վացիմ, ամուսին։ Ինչ է պատել։ Ամուսինն է եկել, իսկ սա խփեց նրան։ Ինչ ամուսին։ Սա ամուսինը չէ։ Սա ամուսինն է, ասում է, չէ, հարբեցողը և սրիկա, թույլ կտաք մի րոպե։ Ինչպես կարողացաք ձեր ընտանիքը այսպես թշվառացնել։ Իմ ընտանիքը։ Մա չէ, իմը, բավական է ամեն օր հարբեք և տանջեք այս խեղճ, դժբախտ կնոջ։ Ճիշտն ասած գնդապետ, կինը ապտակեց նրան։ Ասում էի, չէ։ Ինչպես է, չէ՞ որ դուք ասում եք, որ ամուսինն է ծեծում կնոջը։ Երբ խմած է լինում, իսկ երբ լուրջ է լինում, կինն է նրան ծեծում և ճիշտ է անում, դուրս կորեք։ Մի րոպե,
Նյութապետ, ընտանեկան կյանքում դուք վեճ եք ստեղծում, չէ որ մեր խնդիրը ոչ միայն այս թշվառների նյութապետը խմելն է, այլև նրանց կյանքում համերաշխության անդորը ստեղծելն է, ազնիվ նպատակ է Իվոնա։ Այս դեպքում նպատակն անիրագործելի է։ Ոչ մի կապ չունեմ, Մի րոպե, պետք չէ համբուրվել։ Հոգեվարքում տանջվող այս դժբախտի մահճի մոտ համբուրվելու ժամանակը չէ, եւ ընդհանրապես ինչ կարիք կա։ Սպասեք։ Երկինք համբարձվելուց առաջ, ձեռքը մի դուրս սիրելիս, մեզ է ծուրել։ Խոստանվեք, Ինչ կարծիք եք սինյոր։ Իսկ ինչ պետք է կարծի։ Նա նույնպես ձեր հաշտությունն է ուզում, ճիշտ չեք ընդդեպ։ Հիմա ինչ անեմ ես։ Համբուրվեք։ այդպես, Համբուրվեք։ դե նայիր։ Նայում եմ։ Դե բավական է, դե լավ, բավական է համբուրվեք։ Տարեք ինձ։ Որովհետև ես անհետաձգելի գործեր ունեմ, ես էլ չեմ կարող մնալ այս տանը։ Այո, ուշ արդեն, երբարություն ես անում, այնպես է թրջում ժամանակը։ Բարություն, մենք դեռ ոչ մի բալիկ չեն գործել։ Միայն դերերն ու բարի ցանկությունները դեռ ոչինչ չեն նշանակում, պետք է անհապատ անցնել մեր այցի նպատակին։ Այո։ Սինյոր, եթե ես և կինս խանգարում ենք, մենք կարող ենք գնալ մեր սենյակը։ Սպասեք, պետք չէ ձևացնել, ոչ մի ավելորդ խաղ, հրաշալի հասկանում ենք ձեր կեղծավորությունը։ Հիմա ինչ ենք անելու։ Մենք բարեգործներ ենք, եկել ենք մարդկանց փողով օգնելու։ Ես առաջարկում եմ 100,000 լիրա։ Հիանում եմ, վերարտազերվեցամ։ Այսպես մենք կարող ենք փրկել մեր փուլստանը։ Չէ, դուք ինձ ճիշտ չհասկացաք, ես հիմա կանխիկ փող չունեմ, ես չեք կտամ։ Հրաշալի է։ Ես կարծում եմ, որ 300,000 բավական է։ Ինչ, չէ որ մենք նախապես պայմանավորվել ենք, եւ ես որպես կոմիտեի նախագահ կմիանամ ձեզ եւ բոլորս միասին։ Հազար լիրան հերիք։ Հրաշալի է, ուրեմն 100,000 լիրա եւ վերջացնենք։ Հիանալի է։ Ես համաձայն եմ։ Այդ դեպքում ես էլ։ Ուրեմն յուրաքանչյուրս կտա 25,000 լիրա։ Ես կարծում եմ դուք բոլորովին հասարակ բարով Դուք ինչ գժվել եք։ Սիրելիս։ Չէ պատահել գնդապ է։ Ինչպես կարելի է կանխիկ փողը հարբեցողին վստահել։ Ես դուրս կգրեմ 100,000 ընդհանուր գումարի չեք։ Ընդհանուր գումարի։ Թշվառի անունով։ Իսկ կանխիկ փողը կպահեմ ինձ, որովհետև ես ինձ հետ փող չեմ վերցրել։ Ձեր անունը ինչ է։ Валерия.
սպանեցի նրան։ Ես սպանեցի Ալեսանդրոին։ Ինչու դու արեցիր այդ։ Ռայմոնդո, դա ճիշտ է։ Ախ, մորակույր, սարսափելի բան պատահեց։ Նիկոլետոն կարծում էր, թե ատրճանակը լիցքավորված չէ եւ կրակեց դրան վրա, որ ետևում կանգնած էր Ալեսանդրոն։ Եվ Ալեսանդրոն մեռավ։ Այո, մորակույր։ Ինչ։ Բոլորին։ Ցավոք։ Օ, սենյորա, մի ուշաթափվեք։ Ես կոմիտեի հիմնադիրն եմ, օգնություն պետք է։ Շնորհակալ եմ, դուք շատ Թույլ սիրելի տվեք։ Խմեք ջուրը։ Իսկապես Սենյորա, մերել է։ սենյորա։ Դա կպավուի սրտին։ Հենց այդ էլ պատկաստող է։ Ալեսանդրոն, ձեր ազգականն է։ Ոչ, ծառա։ Ցավալի է։ Մայրիկ ինձ մարդ կնստի։ Նրան պետք է թաքցնել մորակույր, մինչև ամեն ինչ կարգավորվի։ Պետք է թաքցնել միջև ամեն Ես ինքս կզբաղվեմ։ Գնանք Նիկոլո, Մենք գնանք մորակույր։ բոլորս պետք է գնանք, այստեղ հիվանդ կա։ Իհարկե։ Թողեք, մայրիկ։ Նա պետք է անմիջապես թաքցնել, բայց որ Դա կարևոր չէ, փող որ լինի, տեղ Մի կճանվի։ րոպե։ Դուք ուզում եք նրան թաքցնել։ Անմիջապես։ Թողեք նրան այստեղ։ Ինչպես։ Ավելի լավ տեղ չեք գտնի, ոչ մեկի մտքով չի անցնի այս խղճուկ կացարանում փնտրել այսպիսի տոհմիկ ժառանգորդի, նրան ներքևում կարող են բռնել։ Հիմարություն եք ասում, դա հանճարեղ միտք է։ Հասկանում եք, սենյորա։ Գնդապետ։ Այո։ Անչափ երախտապարտ եմ դեր ասած Նո, երախտապարտ պետք է լինել այս դժբախտներին։ Իհարկե։ Շնորհակալություն թանկագիններս, շնորհակալություն։ Շնորհակալ եմ ձեզանից Ես մնում եմ, ես կմնամ այստեղ։ Մի անհանգստացեք գնդապետ, դուք արդեն ավելին արեցիք, քան պետք է։ Մենք ձեզ ման չափա։ Խնդրեմ։ Իսկ ձեզ չի թվում գնդապետ, Այո։ միթե դուք չեք ուզում, որ ես վերջացնեմ միտքս։ Գիտեք ինչ։ Բարի հաճեցեք գնալ այստեղ։ Այո, բայց Ես ձեր տանը չեք գտնվում։ Գիտեք։ Պարոն Պապագատո։ Այո, ահա։ Պարոն Պապագատո։ Գնդապետին խնդրեք ազատել ձեր բնակարանը։ Այո։ Գնդապետ, մենք շատ երախտապարտ ենք ձեզ։ Մենք ուզում ենք մենակ մնալ, առանց կողմնակիների։ Մեր ընտանիքով։ Ձեր ընտանիք։ Ձեր ընտանիքով։ Այո, մեր ընտանիքով։ Նրանք ուզում են մնալ իրենց ընտանիքով։ Դա բնական է։ Այո։ Մնացեք։ Հեյ, գնդապետ, չմոռանաք ծամոնը տալ պապիկին։ Պապիկին։ Այո։ Ծամոն։ Ախ, պապիկին ծամոն։ Ծամոնը։ Կծամեմ ես։
պատասխան չի լինի։ Անտոնիո անոնով այդ հիմարը թող շակվորանա։ Մամ, իմ կարծիքով սա քեզ է վերաբերում։ Միթե։ Անմիջապես թող հեռանա իմ տանից։ Որովհետև, ինչպես տեսնում եմ, նա դեռ շարունակում է իրեն ամուսին երևակայել։ Թե չէ տունը շուռ կտամ նրա գլխին։ Ոյ, վախեցա։ Ես ձեզ կհիշեցնեմ, թե ով եմ ես։ Մամ, նորից ես զգուշացնում։ Այո, Պահպանել խիստ կարգ ու կանոն։ տունը շուռ կտա։ Լսիր։ Նախ եւ առաջ դու գալիս դա պետք է դուրս թակի 3 անգամ։ Ախ, 3 թակոց, լավ հիշիր, թակ։ Երկրորդ, այդ թակոցի դեպքում մենք պետք է փակենք Նիկոլոյին մյուս սենյակում, որ նրան թվաց է ոստիկանությունից են եկել։ Ինչ որ կաշկադրեցի կատարել ճշտորեն։ Հարգանքներով, Լեոնիդո Պապագատո։ Կարող է եւ չստորագրել, այդպիսի բան միայն քո հայրը կգրեր։ Բայց եթե նա գա այստեղ, նրան կարող են տեսնել, ինչ պիտի անեն։ Գրպանում 100,000 լիրա ունի, թող տեղավորվի ու խելքը կտրի, կանչիր սենյոր Նիկոլոյին։ Սենյոր Նիկոլո, համեցեք։ Ամբողջ մարմնով դողում եք։ Այո, ես իրոք վախենում եմ։ Ինչի համար։ Նյարդերս են վախենում եմ, որ անկարծ չտիրապետեմ ինձ։ Սենյոր Նիկոլո, հանգստացեք, նստեք։ Մենք ձեզ հիմա կկերակրենք, հետո կպարտեք քնելու։ Աստված իմ դուրս։ Սպասեք։ Ֆյորելլա, խորդանոց, դաշուս արեք։ Մամմա միա։ Ֆյորելլա, Այո, մայրիկ։ դուրա։ Հիմա։ Բարև։ Այ դուք եք, միան հանգստացեք, սա իմ աղջիկն է։ Իսկ որտեղ է Նիկոլը։ Նիկոլետային մենք թաքցրեցինք, չգիտեինք թակողնով եք, անչիր Նիկոլետային։ Համեցեք։ Ինչպես է իրեն զգում ազգականս։ Ով շատ ընտրամադիր է։ Մայրիկ, Նիկոլետ։ մայրիկ, Ինչպես ես քեզ զգում իմ գան։ մայրիկ, ահավոր։ Հանգստացիր սիրելիս։ Ամեն ինչ կկարգավորվի։ Ռայմոնդոն անում է ամեն հնարավոր։ Նիկոլո, դու պետք է ազատվես այդ սևեռուն գաղափարից, թե չէ կգժվես։ Ես հենց դրանից եմ վախենում։ Այդպես մի խոսիր։ Իսկ ինչպես ես այստեղ հարմարվում, Լավ, նրանք շատ բարի մարդիկ են։ Ինչ կարող է լինել։ Ինչը։ Թակում է։ Ֆյորելլա, դու լսեցիր թակում են։ Ոչ, Ես էլ չլսեցի, ես թվացել է։ Մայրիկ, տեսնում ես, ինձ մոտ հալյուցինացիա է։ Մայրիկ, նորից, տեսնում ես։ ոչ։ Հանգստացիր թանկագինս։ Հալյուցինացիա չէ։ Դուրս իսկապես թակում է։ Այո։ 3 թակոց։ Ախ, 3 թակոց։ Թակ։ 3 թակոց դու լսեցիր։ Հիմար, ապու։ Ներեցեք, ոյ ապուշ։ Տերուկա, հայտե, դաթոմ, մոխիր, թակում է։ Հարևան, ծխամորջը ծխում է ու ետ թակում է։ Ախր դուրն են թաքում։ Ախ, դուր։ Այո, դուրն է։ Հիմա լսում եմ։ Դուրն են թակում։ Սենյորա, թակցրեք նրան որևէ տեղ։ Ֆյորելլա, Մաթիլդայի մոտ։ Գնանք, սենյոր։ Մի անհանգստացեք, սենյորա, ամեն ինչ կարգին է։ Կարող եք բացել, սենյորա։ Սենյորա, հանգստացեք։ Իմ կարծիքով պետք չէ։ Հարգելի սենյորա, իմ կարծիքով թակողը գնաց։ Նա գնացել է։ Ես լսում եմ, թե նա ինչպես է իջնում աստիճաններով։ Հարգելի սենյորա, գիտեք այսպիսի խոսք կա։ Հիմարին ասին դու հոնքը սարկիր, իսկ նա վերցրեց ու աչքն էլ անեց։ Լսել եք, հա։ Չեմ լսել։ Եթե մարդը հիմար է, երբեք խելքի չի գա։ Համեցեք։ Դուք եք գնդապետ։ Ինչպես, այս ժամին։ Այո, ես զգուշ եղեք։ Գիտեք, ես Վերմանիայի մոտ էի, նրանց պապին կարդինալ են օծել։ Մտածեցի մտնեմ այս հրաշալի ընտանիքը։ Իսկ ուր է Նիկոլոն։ Նիկոլոն Ֆյորելլայի մոտ է։
նրանք արդեն ծանոթացել են, հրաշալի է, ինչպես են ազգում։ Ահա որ գնդապետ։ Այո։ Ինչպես պետք է վարսահատույց լինեք այս խիզախ մարդկանց, որոնք բեհազնորեն հյուրն տալեցին իմ զավակին իրենց Գիտեմ, 30,000 օրեկան։ Այո, շատ է։ Ոչինչ եք ասում, ես ավելի շատ էի կարծում։ Ճաշից հետո ես արդեն 50,000 լիրա տվեցի։ Ում։ Իհարկե ամուսնում։ Ես մենք այդ փողերն այլևս չենք Ես տեսնել։ չեմ էլ պատրաստվում տեսնել։ Դուք թերևս նայեցեք գնդապետ։ Սինյորա, ձեր ամուսինը տանն է։ Հիմա, Այո։ այո, ննջարանում։ Որտեղ։ Ննջարանում։ Ես այստեղ եմ գնդապետ։ Տեսեք ինչ օրի հասանք։ Իր կնոջ ննջասենյակում Այո, ննջասենյակում։ գրախճանք է սարքել։ Ինչ խրախճանք, ինչ երեք Չեմ հասկանում, ինչու եք զարմանում։ Այն էլ ներքնազգեստով։ Իր ննջասենյակում նա կարող է լինել ցանկացած հագուստով։ Այնտեղ է նաև պապիկը։ Հանգստացեք։ Պապն այնտեղ է։ Այո։ Նայեցեք գնդապետ, ես կարևոր խոսակցություն ունեմ այս բանի մարդկանց հետ։ Կարող ծերունուն վարակորի ետևում պահել։ Եվ անել այն ինչ խելքների փչի։ Իսկ վարակորի ետևից նա ոչինչ չի կարող տեսնել։ Ուզում ես ինձ հիմա տեսնեմ պապիկն այնտեղ ինչ անում։ Ինչ կարող է անել պապիկը, չէ որ ծերունին կատվածահար է։ Պապը կաթվածահար է։ Իսկ սա շարժվում է ինչպես հարկել է։ Հիմար ուշքի արյան ողջ գործը կպչացնեն։ Գնա։ Ստոր։ Սինյոր Պապագատո։ Սինյոր Պապագատո, ես ձեզ հետ խոսել եմ ուզում։ Ձեր տրամադրության տակ եմ, սինյոր։ Խնդրեմ։ Խոսքը գաղտնի գործի մասին է, որը մեր մեջ է մնալու։ Բնականաբար լավ կվարձատրեմ։ Եթե բարի գործը եւ լավ արծետրությամբ ինչ եմ անելու։ Մի մարդու եք պահելու ձեր տանը։ Ընդամենը մի գիշեր։ Բազը նորից մեկին ուղելի այստեղ։ Ով է այդ մարդը։ Ալեսանդրոն։ Ալիսանդրոն։ Ալեսանդրոն, Սարան։ Բայց նա մեռել է։ Պարզ է։ Մեջ եթե հայտարարենք, հետաքննություն կլինի եւ անախորժություններ կառաջանան։ Հա, բայց ո գիտեք, հասկանում եք, որ նա դիակ է, իսկ դիակի առավանգում ես շատ ցավում եք։ Սենյոր Պապագատո, կստանաք 200,000 լիրա։ Եթե բարի գործը եւ լավ վարձատրությամբ, իսկ դուք ուրիշ դիակ չունեք։ Ոչ, բարձ է։ Խնդրեմ։ Նիկոլետն կարծես խաղաղվեց։ Այդքան վստահ մի եղեք, մորաքույր։ Ցնցումը շատ ուժեղ էր։ Համենայն դեպս դուք գնացեք հանգստացեք, իսկ ես դեռ այստեղ կմնամ։ Ես պապիկի կողին գրի, այդպես ավելի հարմար կլինի։ Գնդապետ, նեղություն կրեք մորաքրոջը ճանապարհել։ Բարի գիշեր, մորաքույր։ Գնանք, սենյորա։ Ստոր։ Ուրեմն այսպես։ Հարկավոր է գնալ սենյոր Ալեսանդրոյի աճունի ետևից, որ այստեղ բերենք։ Ոնց առավոտյան 5-ին ես կգամ։ Իսկ ախավճարը։ Ահա, այստեղ 100,000 լիրա է։ Հասկանալի է։ Մյուս 100,000-ը գործից հետո։ Դուք դիակարգ ունեք։ Ես մեքենա ունեմ։ Բարձ է, նա դագաղում է։ Հանգուցյալը ճամպրուկում է։ Բարձ է։ Անտոնիո, Լեոնիդո, այդ ուր։ Ես սենյոր Ռայմոնդոյից գործ ունեմ մի քիչ ուշ կգամ։ Ինչ գործ։ Մենք մի փոքր ճամպրուկով սենյոր Նիկոլոյ անձնականի դերն ենք բերելու։ Ապուշ, շորջ կհակի։ Հագուստս կփոխեմ իմ տանը։ Դե լավ։ Ափսոս, սենյոր Նիկոլո, որ մենք ձեզ ավելի հարմար չեմ կարող տեղավորել։ Չէ, ես ինչ շատ լավ եմ զգում։ Սենյոր Նիկոլո, խնդրեմ, Այո, վախենում եմ չկարողանամ քնել։ հանգստանալ անհրաժեշտ է։ Ստիպեք ձեզ, փորձեք մոռանալ։ Հնարավոր չէ։ Գիշերն է սարսափելի։ Ինձ թվում է ես կխելագարվեմ։ Սենյոր Նիկոլո, անկողինը պատրաստ է, պարկեք։ Շնորհակալ։ Արիան այդ կաթիլը Ալեսանդրոյի կրծքին բաղձավանջ է, քնել հնարավոր չէ։ Հանգստացեք, ամեն ինչ կանցնի։ Ո Տեր Աստված, դա զեպան։ Սա շատ լավ է անքնության եւ անհանգստության դեպքում։ Հենց այն է ինչ պետք է։ 2-4 հապ, բժշկի նշանակման։ 2-4 կտանք 6։
Անկասկած։ Օ, սենյոր Նիկոլո, խմում եք այս դեղը 6 հապ։ Այսպես, 1, 2, 3, 4, 6։ Հիմա կքնեք մրելի պես, բարի գիշեր։ Շնորհակալություն, սենյորա։ Հայրդ ասաց, որ դու այնտեղ քնես։ Այո, ես մայրդ եմ, բայց դու գիտես նրա բնավորությունը։ Լույսը բարի և գնա քնիր վերջ։ Բարի գիշեր, սենյոր Նիկոլո։ Բարի գիշեր, Ֆիորելլա։ Շնորհակալություն։ Ես կսպասեմ քեզ ժամը 5-ին։ Նիկոլետոն հազիվ քնեց։ Ուր տնեմ ես շամպլուկը։ Դիր էդտեղ։ Ասատ կշիչի։ Վալերիա։
Ինչ ես ուզում։ Չորալան քնած է։ Քնած է։ Իսկ ամուսինդ Նա գնաց։ երազանց է։ Ինչ է խելքդ լրիվ թրծրիշ։ Իսկ ինչ եղել, հարկավոր է օգտվել քանի ամուսիններ է։ Անպատկար։ Չկվիր այստեղից։ Անդրոնեմ, դու ինձ սպանեցիր։ Նիկոլը, դու չես քնել։ Իմ ուրվականը վրեժ կլուծի իմ փոխարեն, նա քեզ կհետևի այնքան ժամանակ, մինչև որ դու կխելագարվես։ Ինչ։ Վալերիա։ Ինչ ես ուզում։ Ուր է Անտոնիոն։ Ինչ Անտոնիոն ավաղուց է գնացել։ Չեմ հավատում, ես այստեղ պիտի քնեմ։ Այստեղ քնելու եմ ես, պարզ է։ Այդ դեպքում ես խորդանոցում կքնեմ, բաց աչքերով։ Եվ ճիշտ կանես բարի գիշեր։ Ինչ է եղել։ Այս ինչ ճամպրուկ է։ Անտոնիոն է բերել այդ ճամպրուկը։ Անտոնիո։ Հա, այդ պատանուի ռևդն մեջ հասկացար։ Ահա քեզ կանացի խարդավանք, ես այստեղ եմ գիշերելու, բարդ տուր, հետաքրքիր է, ինչ է ակնում այս տղան, ինչ է սրա մեջ նախնյաց պարազենն է, ահա, այսպես, Քեզ համար դիտակետ ընտրեցիր։ Այդպես։ Իմ գեներալ, դեր հրամանը կատարված է։ Եթե ուրիշ պահանջներ չունեք, թույլ տվեք հեռանալ։ Սպասիր։ Ինձ չդիպչես։ Խմիչք չեմ խնդրել, այսօր ուրիշ է իմ ծարավը։ Ուրիշ ծարավ։ Ծարավ պատվի, և կանացի հավատարմության։ Ստող, ինչ պատվի ու հավատարմության մասին է խոսքը, ստող։ 20 տարվա ընթացքում դու չկարողացար մեր հարսանիքի համար փող հավաքել, արգես, Ես ազատ կին եմ։ Ազատ? Հա, և կքնեմ ում հետ ուզեմ, և որտեղ ուզեմ, պարզ է։ Լսվելի։ Քանիշ։ Իսկ ես կասկեմ։
Պրոֆեսոր։ Լեոնիդո, ես եմ, Անտոնիոն եմ, Անտոնիոն։ Ինչու եկար։ Դու։ Ես, Հա։ ես եկել եմ Կասպան։ Ռայմոնդոյի հետ բերեցինք ճամպրուկը իրերով Ռայմոնդոյի բերել։ Գանգդ կփշրեմ։ Ինչի համար։ Մի հարված եւ հանգուցյալն արդեն դագաղում է։ Ինչ, հանգուցյալը արդեն դագաղում է։ Դագաղում է, Բայց դագաղնիկը դա ոչ ոք չպետք է իմանար, դա ոչ ոք չպետք է իմանար։ Ոչի, բայց մի անակ ստացեք, ձեզ էլ բաժին կասնի։ Դուք էլ կստանաք մյուս։ Հենց որ վերջացնենք 100,000 լիրան մերը կլինի։ Ձեր հետ իմը։ Հա, անպայման հենց որ տանենք։ 50-ը ձեզ, 50-ը ինձ, հենց որ տանենք դիակը։ Ինչ տանեն։ Ալեքսանդրոին, Ծառային։ Իսկ ուր է այդ հանգուցյալը։ Ճամպրուկի մեջ, Ինչպես այստեղ, է, այդ ինչ դիակը ճամպրուկի մեջ։ հանգուցյալը։ Համաց։ Հենց այստեղ, այո, սինյորը Չիբորան ձեզ արդեն ամեն բան պատմել է, այնպես չէ։ Սենյոր Չիբորան շատ բան է պատմել, բայց ասա ինձ։ Ինչ է անում։ Ծառայի դիակը փակ ճամպրուկում իմ տանը։ Սպասում է։ Ում։ Ահերդատաստանի։ Առավոտվա ժամը 5-ին։ Այդ ժամանակ սինյոր Ռայմոնդոն գալու է նրան վերցնի։ Իսկ այս Իսկ մեզ ամեն մեկից 100,000 կտա։ Ամեն մեկից 100,000։ Ձեզ 50 ինձ։ Մի րոպե ավազակ։ 20-ը քեզ 80-ը ինձ։ Համաձայն ես դիակը իմ տանն է գտնվում։ Բայց ես եմ բերել դիակը, դուք չեք բերել։ Տորմարդ, Մի րոպե։ նենգավար տունս ես մտել քիչ է եւ հիմա էլ դիակների արևտուր ես անում այստեղ։ Հանգուցյալն իմն է։ Թող այդպես լինի։ Այդ դեպքում դուք ինքներդ էլ տվեք սինյոր Ռայմոնդոին եւ ասեք թե ինչպես առավոտյան ժամը 5-ին հայտնվեցիք այստեղ։ Բարի գիշեր։ Մի րոպե։ Ինչ։ Տականք։ Ինչ։ 30-ը քեզ 70-ը ինձ, համաձայն ես։ Համաձայն եմ։ Դանտերեք չէ։ Ես ձեզ կսպասեմ դրսում։ Առավոտյան ժամը 5-ին։ Բարի գիշեր։ Բարի գիշեր, սրիկա։ Բայդենի մարդ։ Հոգիս բերանս եկա։ Այ, այ։ Ալեսանդրոն, դու սպանեցիր ինձ, դու ինձ սպանեցիր, լսում եմ, Իգոր! Վերալա, դու արդում ես վերալա, ով է այդեղ, հարցնում եմ, ով կա այդեղ, այն տղան է, Ով է։ Վարել դուրա։ Լիոնիդո դու։ Դու ես փակել։ Ես նոր եկա թափել։ Ով է փակել դուրա։ Այստեղ այն ուզում էի ասել, որ Ով ինձ վրա փակել դուրա։ Չեմ հասկանում, կարծես թե համրը դուրվակ տան։ Երաստված է վերջ դուր թատրոնիդ։ Ով էր ինձ փակել։ Լեոնիդո Պապագատոն, իր տան մեջ փակված սեփական զուգարանում։ Կեցեք։ Խնդրում եմ, Տականք։ Ինչ։ Ավանակ։ Ով է։ Գայլաձուկ, շնաձուկ, շնագակ։ Անտոնիոն։ Միթելի Սողոսկեր։ Մենակ է քնած, տարօրինակ է։ Ով։ Վալերիան։ Վալերիան իմ սենյակում է։ Ինչու համար են իմ սենյակում քնել։ Իսկ ես որտեղ եմ քնելու խորդանոցում պիտի քնեմ ինչ է։ Խորդանոցում ես եմ քնում։ Որ այդպես է կգնա։ Այնտեղ պապն ու ֆյորելան են։ Դե ուրեմն այստեղ։ Այնտեղ տղան է։ Պարզ է։ Եք չունեմ քնելու։ Ուրեմն ամբողջ գիշեր կնստեմ ճամպրուկին։ Կարիք չկա նստել ճամպրուկին, կարիք չկա։ Այդքան փխրում է։ Լիոնիդո։ Ձերք չտաս ճամպրուկին, մեջը իրեր կան։ Տղայի իրերը։ Այո, տղայի իրերը, կարիք չկա։ Դե որ այդպես է, ես այն կքաշեմ դիտում։ Չէ, չի կարելի տեղից շարժել։ Մաթիլդա, դե լավ վերցրու։ Դիր տեղը։ Բարձրացրու։ Ինչ է, Այո, ուզում ես որ այդ գիշեր այդ ճամպրուկը, Ինչ է, այդքան թեթև է։ Իհարկե, շատ թեթև է։ Այն դատարկ է։ Սուրբ Մարիա, Հանգստացիր։ հանգուցալից գողացել են։ Ինչ հանգուցալ։ Դիակը Ինչ դիակ։ 70,000-ի արժողությամբ։
Անտոնիո։ Նացանդել է։ Ինչ մեղքետերի։ Անտոնիո։ Ինչ է պատահել։ Ձեռ է սառնում։ Ում եմ ձեր առնում։ Դիակը չքվել է։ Հանգուցյալը գնացել է։ Որտեղ ես պահել։ Ես չեմ պահել։ Սինյոր Ռայմոնդոն է պահել ջամփրուկում։ Ռայմոնդը ջամփրուկում։ Դե ինքդ նայիր։ Ջամփրուկը բանալով կողպած է։ Իսկ ես հիմա կբացեմ առանց բանալու։ Սուրբ Տիրամայր։ Անհետացել է։ Հարկավոր է գտնել։ Բարձր, ուզում եք դիակը վերադարձնել։ Հավասակ, սրիկա, ուր է դիակը։ Դուք ինձ ասեք, թե ուր է դիակը։ Սինյոր Լեոնիդո։ Ես քեզ հիմա դիակ ցույց կտամ, սինյոր Անտոնիո։ Հիմա ցույց կտամ։ Վերջ տվեք, սինյոր Լեոնիդո։ Ես գիտեմ, որ դիակը կողացել եք։ Ես գիտեմ, թե որտեղ է պահված դիակը։ Այո, կարծում եք, թե չգիտեմ որտեղ է պահված դիակը։ Շնորհակալություն որ քեզ տեղավորես այդ խենթի մոտ։ Լալիսա։ Մամա, ինչ է պատահել սենյոր Նիկոլոյին։ Սենյոր Նիկոլոն միակն է այս տանը, որ դեռ չի գժվել։ Ոչինչ, այնտեղ ոչինչ չկա։ Գտա, չգիտա։ Իսկ դուք ես էլ չգտա, ոչ մի տեղ։ Ես քնել եմ ուզում հայրիկ։ Ինչ եք փնտրում։ Հանգուցյալի։ Դիակ ենք փնտրում, հասկանում եք։ Ինչ դիակ։ Հանգուցյալին, խաչիկս, ինչու չես հասկանում, այս ջամփրուկում դիակ էր պահված, բայց երբ բացեցին, անհետացել էր։ Դիակ։ Ո՞վ է նա։ Թանկարժեք դիակ։ Իսկ ով է Լեոնիդո։ Սինյոր Ալեքսանդրո։ Այո, այն ծառա։ Որ Նիկոլոս սպանել է։ Այո։ Նեք ճիշտ էր ասում, և այդ փաչերով ջամփրուկում մեռել կա։ Աստված իմ ադիզը։ Օգնեցեք ինձ։ Իսկ ցավում եմ, բայց սենյոր Պապագատոն տանը չէ։ Գրողը տանի։ Քո ինչին է պետք այս ամենը, հա? Ինձ պետք է որ տղան տեղից չշարժվի, հասկացար։ Ինչ տղա։ Լավ, հետո։ Աստված, ինչպեսի դժբախտություն։ Մայրիկ, վախենալու բան չկա։ Ինչպես թե չկա։ Ամեն ինչ հարց լինի։ Խնդրեմ, սինյոր Չիբար։ Նիկոլետո։ Սինյոր Բորջա, վիրաբուժության խոշոր մասնագետ։ Խնդրեմ, բարև ձեզ։ Ուրախ եմ ձեզ տեսնել բժիշկ։ Կներեք, որ ձեզ անհանգստացրեցի։ Ինչի՞ համար, սենյորա, իմ հոգսերն այնքան շատ են, իսկ այս մեկն ինձ համար կողմնակի եկամուտ է։ Գիտեք, նա մի քիչ տարօրինակ մարդ է, հիվանդանոց, այցելություններ եւ այլն։ Ահա բժիշկ, դա դրանից շատ ժամանակ չի խլի։ Ինձ թվում է, մենք պետք է նկարագրենք ջարդվածքի պատճառը։ Այո, խնդրեմ։
Բժիշկ, հասկանում եք, բանն այն է, որ ես ոչինչ չեմ հիշում։ Նա բացարձակապես ոչինչ չի հիշում, որովհետև չի կարող հիշել, դա գիշերը պատահեց, հասկանում եք, նա քնած հասկանում եք, բանն այն է, որ ես ոչինչ չեմ հիշում։ Ոչինչ չի կարող հիշել։ Ես միայն ուզում եմ իմանալ, թե ինչպես է տղաս։ Հենց դրա համար էլ ես եկել եմ, ճիշտ չէ գնդապետ։ Այո, իհարկե, դե ասիստենտը, որը գիպս դրեց, տեսեք, թե ինչ է գրում, խնդրեմ։ Ահա։ Բժիշկ, ինչ ախտորոշված։ Այդ ինչ է։ Հիվանդի վիճակը, Ահա, վիճակը։ նայեք եզրակացությունը, Ում իմ։ չէ, բժշկի։ Ահա։ Դիստորսիա, ազդրային մասում թեգդրույթի զուգակցված։ Չէ, դա վտանգավոր չէ։ Ուղղակի պարզ չի գրված։ Զուգակցված երկայնակի դաջվածքով։ Ջարդվածքով։ Իհարկե, բայց այստեղ գրված է դաջվածքով։ Դաջվածքով ասիստենտն է այդպես գրել։ Ջարդվածքով Օսկարի։ Ոսկորի։ Գրված է Օսկարի։ Հա, ինչ եք կարծում։ Ինչպիսին է ձեր կարծիքը։ Իմ։ Ես կարծիք չունեմ։ Տեսնում եք, սենյորա, վախենալ պետք չէ, նա բոլորովին կարծիք չունի։ Ինձ թվում է, բժիշկ, որ դուք ուզում եք ինքներդ զննել պացիենտին։ Ահա, իսկ դա ինչ է։ Հիվանդ տղան։ Երիտասարդ, դուք եք հիվանդը։ Իսկ ձեզ ինչպես է թվում գիպսը, կարծում եք լավ է։ Հիմա կնայենք։ Իսկ այս ինչ զիբիլ է այստեղ։ Այս զիբիլ չէ, այլ անհրաժեշտ սարք։ Վիրաբուժությունում սա զիբիլ է կոչվում, քաղաքական առումով է սարքավորում։ Ուրեմն ինչպես էր այդ սարքավորում, այսինքն զիբիլ է կոչվում։ Գիպսն այս է։ Գիպսն այս է։ Չէ, ձեզ ինչպես է թվում գիպսը։ Գիպս։ Հա, գիպսը երիտասարդ, իմ կարծիքով հրաշալի գիպս է։ Այո, իհարկե։ Այն նորից ջերմակ է։ Դոկտոր, նորակալ եմ ձեզնից բժիշկ, ուրեմն ես կարող եմ իմ Նիկոլետոին տանել։ Իհարկե, չէ, ոչ մի դեպքում, ինչ եք ասում, ոչ մի շանս չի կարելի։ Ինձ թվում է 40 օրից, պրոֆեսոր։ Ավելի շուտ թերևս։ 37 ու 2, եթե իհարկե ջերմությունը նորմալ լինի։ Իմիջայլոց ես գնում եմ, այնպես որ պայուսակս ինչ եղավ։ Վերցրեք։ Գլխարկս։ Իր տեղում է։ Ինձ սպասում են գինետը։ Այո, այսինքն հիվանդները։ Բժիշկ, իսկ հոնորարը։ Հոնորարն ինչ է։ Բուժման վարձը։ Հա, 300, բայց կախիկ։ Ինչքան։ Տաքսիի համար 300 եւ 20000 այցելության համար։ 20000։ 20000։ Այցելության համար 20000։ 20000, սենյորա։ Շնորհակալ եմ։ Անչափ շնորհակալ ենք, ձեզանից էլ ենք շնորհակալ, պրոֆեսոր, ահա ձեր հոնորարը։ Խորապես զգացված եմ։ Այո։ Եթե որևէ բան պատահի, ոչ միայն ոտքերին, այլև գլխին, ատամներին, ականջին, միշտ պատրաստ եմ ծառայել։ Խնդրեմ, պրոֆեսոր։ Նիկոլետո, ես պետք է վերադառնամ։ Ռայմոնդն երկար սպասեց, ախր նա չգիտե, թե ինչ է պատահել։ Զգույշ եղիր։ Մայրիկ, էլի կգաս։ Ցավում եմ ես էլ պիտի գնամ։ Գործնական հանդիպում ունեմ անշարժ կայքի տերերի ադմինիստրատիվ խորհրդի ասոցիացիայում։ Օ, իհարկե գնդապետ։ Անչափ շնորհակալ եմ ձեզնից։ Չարժե։ Թանկագինս, ես այսօր ձեզ ճաշի եմ սպասում։ Շնորհակալ եմ, սենյորա, դուք շատ սիրելի եք։ Նրանք արդեն ձայն տվին խորհրդի են կանչում։ Ցտեսություն, սենյորա Վալերիա։ Սենյորինա, ցտեսություն։ Չհիվանդանաք։ Օ։ Ես գնամ զգեստափոխվեմ, ճաշի եմ հրավիրված սենյորայի մոտ։ Մամա, դու չես առարկի, եթե մենք ձայնապնակ դնենք։ Իհարկե ոչ աղջիկս։ Սենյոր, միթե դուք ինձ չեք հրավիրում, բարի։ Իհարկե, սենյորինա։ Եկեք բարենք։ Սկույշ, Նիկոլո, հանգարտ մեզ կտեսնեն։ Հա, ահ այդ
Այսպես։ Ես չեմ կարող շարժվել։ Դու էլ առիթից օգտվում ես։ ասեմ քեզ։ Ինչ լուրջ է տեսքդ։ Այն մարդը, որին դու կարծում ես, թե իմ հայրն է, բոլորովին էլ հայրս չի։ Ինչ։ Միթե սենյոր Լեոնիդոն քո հայրը չէ։ Հայրս է։ Ուղղակի նա չէ սենյոր Լեոնիդոն, ում դու կարծում ես։ Իսկ ո՞րն է սենյոր Լեոնիդոն։ Այս պահին սենյոր Լեոնիդոն Անտոնիոն է, մեր հարևանը։ Ոնց թե։ Իսկ իմ հայրը գնդապետն է։ Նա էլ հենց իսկական սենյոր Լեոնիդոն է։ Գնդապետն իմ հոր մասնագիտությունն է, պարզ է։ Հայրդ գնդապետ է։ Չէ, նա հյուր է։ Իսկ մասնագիտության բարձրաշխարհիկ սենյոր։ Հյուր։ Լսիր, նա հանճարեղ արտիստ է։ Դա քեզ շատ անհանգստացրեց։ Ընդհակառակը, ես հիացած եմ, հրաշալի արտիստ է, գիտես։ Արտիստ չէ, պարզապես շատ խելացի ու բարի մարդ է։ Ես պաշտում եմ նրան։ Ես էլ։ Իսկապես։ Իսկապես։ Ինչ նոր պատմություն է, ջարդված ոտքի մասին։ Դու չբարևեցիր Ֆերելային, Ռայմոնդը։ Բարև ձեզ։ Նիկոլո, ես շատ անհանգիստ եմ։ Մինչև դու հուսալի թաքստոցում չլինես, ես հանգիստ չեմ լինի, լավ տեղ եմ ճարել։ Ներեցեք, սենյոր Ռայմոնդը խառնվելուց համար, Նիկոլոին չի կարելի այս տիկնաթորից անել։ Սենյորա, ձեր կարծիքը ինչի է դակրում։ Ես այդպես եմ կարծում։ Ես քո խնամակալն եմ։ Դու պարտավոր ես ինձ ենթարկվել։ Նիկոլոն կարող է լսել միայն բժշկին։ Դոկտորի, Դու մարդ ես, սպանել հասկանում ես։ Բոլորովին պատահաբար են այդ արելով կարող են Դուք ընդդատել։ ձեներդ գլուխներդ գցել։ Ռայմոնդը, դու ինչու ես վիրավորում աղջկան։ Մեզ վիրավորելու իրավունք չունեք։ Լսիր, իմ փոքրիկ Նիկոլետո, դու չես հասկանում, թե ինչ են ուզում սրանք։ Այս մարդիկ ուզում են միայն, որ քեզ շատ պահեն իրենց մոտ, որպես հնարավոր ինչապ շատ փող փոխեն քեզանից, չէ՞ որ սրիկաներ ես սրանք։ Դու ինքդ ես սրիկա։ Շնագայլ, այդ թե ով ես դու, գայլաձուկ, ուղտ, թու։ Դուք այդ ինչպես եք համարձակվում։ Այնդ կտրիր, Կալիգուլա։ Ինչ է պատահել։ Ահա, ժամանակին եկակ, գնդապետ։ Ես փորձում էի բացատրել, որ Նիկոլետոն իրեն մահացու վտանգի է ենթարկում այս տանը մնալով։ Մի անգամայն արդարացի է։ Տեսնում ես, Նիկոլո, գնդապետն էլ այդ կարծիքին է։ Անհրաժեշտ է, որ անհապաղ դուրս գաս այս բնակարանից, այդպես չէ գնդապետ։ Ոչ, Ոնց թե։ ոչ։ Դուք ինչ ծիծաղում եք վրաս։ Այո։ Բավական է գնդապետ։ Մի խառնվեք ուրիշի գործերին։ Թանկագին Նիկոլո, դեռ երիտասարդ եք ու գերզգայուն, բայց մեկ ամսից դուք չափահաս կդառնաք։ Շնորհավորում եմ։ Լռիր, եւ ժառանգության իրավունք Շնորհավորում կստանաք։ Լռիր։ Լռում եմ։ Այնպես որ ձեր հարգելի ազգականը ստիպված հաշվետու է լինելու իր խնամակալության մասին, բայց դա դժվար գործ է, որովհետև նա խաղամոլ է եւ ձեր բոլոր փողերը վատնել է։ Այդ պատճառով է նա հորինել կեղծ սպանություն, որ վերջնականապես ազատվի ձեզնից։ Այդ մասին ինձ Ալեսանդրոն է պատմել։ Երբ։ Ալեսանդրոն ողջ է։ Ողջ է։ Նա ողջ է։ Ողջ է։ Ողջ է։
Երբ նա գիշերը իմ օգնությամբ հարությունը եւ ես դեմ տվեցի նրան պատին, նա ինձ պատմեց Ռայմոնդոյի դիտավորությունը։ Ալիսանդրն խոստովանեց, որ որպես կանխավաճառ Ռայմոնդոն միլիոն լիրա է տվել, այն, ինչ հավանաբար մնացել էր ձեր ունեցվածքից, Նիկոլո։ Դու այդպես չէիր վարվի։ Նա այդպիսի բան անել չէր կարող։ Ես չեմ կարող հավատալ։ Հավատալու բան էլ չկա։ Այդ բոլորը փչոցներ են, որ հորինել է այսօր Արարածը։ Գնդապետ, դուք հարուստ երևակայություն ունեք, բայց ոչ մի ապացույց։ Իսկ ճամպրուկը Վրան էլ 27 անցք։ ապրես։ Մի րոպե, ասենք մարդ կա ճամպրուկում։ Ով կարող է ապացուցել, որ դա Ալեսանդրոն էր, եւ իրոք ուր է Ալեսանդրոն։ Հրաշալի գաղափար է, գնդապետ։ Պարզապես գլխավոր հերոսը չկա։ Սա կարող է ձեզ բավարարել։ Լավ ապացույց եք գտել։ Ինչ արած, ստիպված պետք է իրեղեն ապացույցը ներկայացնենք։ Մեր այդ տխմարին։ Signor Papagato. Քանդիր կապերը։ Signor Papagato. Ինչու եք թույլ տալիս, որ ձեզ հետ այսպես վարվեն։ Ինչու եք իրավունք տալիս այս ավազակին ձեր տանը կարգադրություններ անի։ Սա ինչ բան է։ Հասկացեք վերջապես, որ այս մարդը ձեր կնոջ սիրեկանն է։ Դուք մի անգամ այն իրացի եք։ Ես նրա կինը չեմ, այլ ընդամեն այս սինյորի սիրուհին։ Չնայած մենք արդեն մեծ աղջիկ ունենք։ Ասիր։ Բանն այն է, որ ես չեմ Սինյոր Պապագատոն։ Սինյոր Պապագատոն նա է։ Չհասկացա։ Полковник. Դուք բոլորդ ոստիկանությունից եք։ Ես ես տվել եմ 200,000 լիրա։ Ինչքան։ Իսկ դու ասում էիր 100։ Հայրիկ, Հանգիստ, մենք դեռ այդ մասին կխոսենք։ Ուրեմն ճիշտ էր այդ բոլորը։ Ու եթե ես շարժվել կարողանայի։ Իսկ ինչն է ձեզ խանգարում շարժվել, սինյոր Նիկոլո։ Ձեր ոսկն առողջ չէ, կարող եք շարժվել։ Մենք պարտավոր էինք այդ անել ձեզ պաշտպանելու համար։ Ճիշտ եք ասում, հա։ Շնորհակալ եմ։ Նիկոլ, Շքվիր այստեղից, որ էլ երբեք չտեսնեմ քեզ։ Երբեք։ Չլսեցիք։ Ձեռնոցներս։ ջերմակները։ Բնականաբար։ Հանգիստ։ Ես ինքս։ Իսկ դու անճորնի չքվիր եւ որ հետ կտայլևս չլինի իմ տանը։ Եթե ես քեզ մեկ անգամ էլ այստեղ տեսնեմ։ Լարի դուրս տանիցս։ Կլովանակ։ Հայրիկ, դու սքանչելի ես։ Տեսնում ես Նիկոլը ինչպիսին է հայրս։ Նիկոլայը դու ես խոսում։ Դու հասկանում ես, պապա։ Գնդապետ, ներեցեք, սինյոր Պապագատո։ Բանն այն է, որ մենք սիրում ենք իրար։ Ես ուզում եմ Ֆիորելլայի հետ ամուսնանալ։ Ինչպես։ Մամա, մայրիկ, ես անգամ ներշակիկ եմ։ Շնորհավորում եմ, Նիկոլո, շնորհավորում եմ։ Ես շատ ուրախ եմ, Լեոնիդո։ Մենք նշանավոր ընտանիքի հետ բարեկամ կդառնանք, տոհմանշան կունենանք։ Քույրիկս, դու ունես քո տոհմանշան։ Ո՞րն է։ Նույնիսկ երկուսը, Կ եւ տետարերը 2-0-ի կողքին։ Հրեշ ես դու, հրեշ ես։ Դե վերջապես լռի։ Դուք ինձ չպատասխանեցիք, սենյոր։ Պիտի մտածեմ։ Ֆիորելլա, զգուշ։ Ֆիորելլա։
Դե, ինչ հակնեմ, որ հարմար լինի գինեգործների սիմպոզիումին։ Այս ինչ փող է։ Ես ազատեցի Ալեքսանդրոին և երախտագետ հանգուցյալը միլիոն լիրա նվիրաբերեց մեզ, այն ֆյորելոյ օժիտն է, լավ պահիճ, ծախսես, ոչ մի լիրան, Ինչպես չէ, որ դա սենյոր Նիկոլոյի փողն է։ Իհարկե նա այդ փողը կստանա ֆյորելայի հարսանեկան զամբյուղով, Եթե նրա հետ ամուսնանա։ նրանք պետք է ամուսնանան, նա ինձանից խնդրեց աղջիկաս ձեռքը, Ուրեմն ինչու մի անգամից չասացիր, այո։ որովհետև ես արժանապատվություն ունեմ։ Արժանապատվություն։ Իսկ ես ինչ է։ Պալերմոյում ես ծնվել։ Ինչ։ Քաղաքապետարանից պետք է վերցնել ծննդյանդ վկայականը։ Ինչու։ Ուզում եմ մի հարսանիք ևս նշել։ Դու ինձ առաջարկություն ես անում Լեոնիդո։ Մեր աղջկա փաստաթղթերը հարկավոր է կարգի բերել։ Ես քեզ սիրում եմ, Վալերիա։ Դու նորից գնում ես։ Ինչպես միշտ, աշխատանք է։ Իսկ ես քեզ կսպասեմ։ Եթե նույնիսկ ուշ վերադառնաս։ Բայց դու չես ուշանա, չէ՞։ Իհարկե, իհարկե։ Վալերիա, ես շատ եմ խնդրում, հարևաններին չասես մեր հարսանիքի մասին։ Թող ամեն բան նեղ շրջանով լինի։ Ես չեմ ուզում, որ Լեոնիդո Պապագատոյի հարսանիքին պատահական հյուր հայտնվի։ Թեկուզ բարձրաշխարհիկ հյուր։ Լեոնիդա Ալեքսանդր Շիրվին, Վալերիա Սոփիկոչի Աուրելի, Մատիլդա Գալինա Սոկոլովա, Անտոնիո Իգոր Բոգոդուխ, Իվոնա Լարիսա Ուդովիչենկո,
Fiorella Olga Cabo, Nicolò Alexei Яковлев, Raimondo Anatoliy Khostikoyev. Комсуги Елена Аминова, Велуто Семен Фарага, Александро Валентин Никулин. Семен Пап, Николай Гринко, Комс Леонид Оболенский, Սրիչ Ալեքսանդր Պերմյակով։ Ֆիլմը կրկնօրինակված է Համո Բեկնազարյանի անվան Հայֆիլմ կինոստուդիայում։ Կրկնօրինակման ռեժիսոր Գլասևոս Հարությունյան, ձայնագրող օպերատոր Թամարա Քուրդյան, թարգմանիչ Նինել Մելքոնյան, խմբագիր Վարոս Հովակիմյան։ Կրկնօրինակել են Վիգեն Ստեփանյանը, Գալյա Նովենցը, Ջուլիետա Բաբայանը, Յուրի Ամիրյանը, Ռուդոլֆ Ղևոնդյանը, Ժենյա Ավետիսյանը, Հրիփսիմե Կիրակոսյանը, Վիգեն Չալդրանյանը, Լաուրա Թանգյանը, Նորայր Գևորգյանը, Վլադիմիր Քոչարյանը, Գրիգոր Կարագյոզյանը և ուրիշներ։